Կան մարդիկ, ովքեր որ ցեղի հետ կապված խնդիրներ կան, այսօր իրենք են կրում այդ ցեղի չգործած մեղքերը, բարդված, որ դուք չեք հասկանում խնդիրը որտեղից է գալիս, եւ դուք կրում եք այն, ինչ դուք չեք արել, որոնք արել են ձեր ցեղում, ձեր արմատներից եկող, եւ դուք չգիտեք, թե ինչն է պատճառը, որ անհաջողություններ կան ձեր կյանքում, ինչպես գումարը գալիս է ձեր կյանքը, այնպես հոսում է ձեր ձեռքերի միջով եւ չգիտեք ինչ անեք այդ ամենի հետ եւ պատճառը չեք հասկանում։ Այսօր կանենք ռասկլադ, ընտրում եք 3 պոզիցիաներից մեկը, խառնում ենք, ովքեր ընտրելու են առաջի պոզիցիան, ովքեր ընտրելու են երկրորդ եւ ովքեր կընտրեն երրորդ պոզիցիան։ Ուշադիր նայում եք քարտերին, ընտրելով 3 պոզիցիաներից մեկը եւ ես սկսում եմ կանխատեսել առաջի, երկրորդ եւ երրորդ։ Ուշադիր նայում եք եւ սկսում ենք կանխատեսել։ Նայում ենք այստեղ ովքեր ընտրել են առաջի պոզիցիան։ Տեսնում եք ինչ հետաքրքիր քարտ է ձեր հարցի պատասխանը, այսպես դնեմ, որ նայեք, ովքեր ընտրել են երկրորդ պոզիցիան, որպեսզի տեսնեք եւ ովքեր ընտրել են հետաքրքիր քարտեր են, չէ՞։ Ովքեր ընտրել են առաջի պոզիցիան, ինչի մասին է խոսում։ Այստեղ քարտը խոսում է ուրեմն ձեր ցեղային հիշող ձեր ցեղային կողմը, այստեղ ինչ ենք տեսնում, երկչուհու, հոգու կամ լուր կնոջ արխետիպը, այսինքն ձեր սերունդներից եկող կանացի ինչ-որ ցավ, որը չի արտահայտվել բառերով, դա միգուցե կարող է մնացել ներսում որպես լհռություն, զոհաբերություն եւ ներքին տխրություն։ Այս քարտը ցույց է տալիս ձեզ, որ ովքեր ընտրել են առաջի պոզիցիան, որ ձեր անձի շուրջ անհաջողությունների հիմնական պատճառը ոչ թե արտաքին բախտը կարող է լինել, այլ ներքին ծրագրավորումը։ Այսինքն պետք է լռեմ, որ ընդունված լինեմ, իմ ցանկությունները կարևոր չեն, եթե պիտի բոլորին բուժեմ, բայց ոչ ինձ։ Ցեղից ձեր գալիս է հատկապես կանանց գիծը, մայրական տոհմում կարող են եղած լինել չիրականացված սերեր, լքված կամ միայնակ կանայք, ես այդպես եմ տեսնում, արվեստից կամ ինքնադրսևորումից հրաժարված կանայք, զոհաբերության միջոցով ապրած ճակատագիր։ Այս քարտի երաժշտական էներգիան, որը դուք տեսնում եք ձեռքին քամանչան, ասում է, որ դուք շատ ուժեղ ինտուիցիա ունեք, բայց միգուցե դա մի քիչ ճնշված է ձեզ մոտ եւ միգուցե դուք հաճախ զգում եք, որ ինչ-որ բան իրոք խանգարում է, բայց չեք հասկանում, հա, ինչու նույն իրավիճակները կարող են կրկնվել ձեզ մոտ։ Այստեղ ամենակարևորը փակված էներգիան, այստեղ արտահայտվելու վախն է, որ դուք պետք է արտահայտվեք, այլ ոչ թե վախենակ արտահայտվեք։ Երբ դուք չեք ասում ճշմարտությունը, ցեղային ստեղծանրությունը կարող է սկսվի դրսևորվել որպես անհաջող հարաբերություններ, ինչու չէ ֆինանսական կանգ, ուժերի կորուստ, անբացատրելի ինչ-որ տխրություն կամ մշտական սպասում։ Թե կյանքը դեռ չի սկսվել, հա։ Քարտը նաև այս ցույց է տալիս, ուրեմն, որ ձեր նախնիներից մեկը ունեցել է ուժեղ հոգևոր կամ ստեղծագործ միգուցե պոտենցիալ, բայց այն կամ ճնշվել է, կամ արգելվել է, հա, եւ հիմա հենց այդ էներգիան փորձում է վերադառնալ ձեր միջոցով։ Սա իհարկե բուժվում է, երբ դուք կարող եք սկսել խոսել ձեր իրական զգացմունքների մասին, զարգացնել ձեր ձայնը, ստեղծագործությունը, ինչու՞ չէ, դադարեք բոլորին փրկելու փորձից եւ ընդունեք ձեր կանանցի կամ հոգեվոր ուժը առանց մեղքի զգացման։ Ովքեր ընտրել են երկրորդ պոզիցիան, այստեղ բավականին շատ լավ քարտ է ձեզ դուրս եկել, բայց կա պատասխան այստեղ։ Սա ոչ թե միայն ցույց կարող է տալ ցավը, այլ ձեր ցեղային ուխտը, հա։ Այստեղ կա շատ ուժեղ կարմիկ պատասխանատվություն, որը կարող է կապված լինել զոհաբերության, հավատքի եւ բոլորին փրկելու ծրագրի հետ։ Մենք տեսնում ենք ձեռքերը աղոթքի դիրքում են, տեսնում եք, եւ ներսում կարող է լինել ճնշված կրակ։ Սա ինչ է նշանակում, որ դուք հաճախ ձեր իրական ուժը փակել եք ճիշտ լինելու եւ հնազանդ լինելու կամ միգուցե
բոլորի համար լավ մարդ մնալու հիմակի տակ։ Ձեր ցեղից եկող հիմնական խնդիրը այստեղ միգուցե ինքներդ ձեզ մերժելն է հանուն ուրիշներին, որովհետև ես այստեղ տեսնում եմ, որ ձեր տոհմում եղել են մարդիկ, ովքեր շատ բան են զոհաբերել իրենց ընտանիքի համար, իրենց ցանկությունները ճնշել են, ապրել են պարտքի զգացումով կամ միգուցե հոգևոր ինչ-որ կրոնական ծանր ծրագրերի տակ։ Չի բացառվում, որ ձեր ընտանիքում եղել է գաղափար, որ տառապանքը միգուցե մաքրում է, ուրիշների համար ապրելը ճիշտ է, քո երջանկությունը միգուցե երկրորդական է։ Հենց այդ պատճառով էլ դուք հիմա կարող եք անգիտակցաբար վախենալ ինչ-որ հաջողություններից, ձեր հոգու ներսում կարող եք մեղավոր զգալ ձեզ, երբ ձեր համար ինչ-որ լավ բան կարող եք ստանալ, փորձել էներգիան հենց այն պահին, երբ կյանքը սկսում է բացվել ձեզ մոտ, ներգրավել մարդկանց, ովքեր միայն կարող է վերցնում են ձեզանից, բայց չեն տալիս, էներգոապմեն չկա։ Բայց այս քարտը նաև շատ մեծ ուժ ունի, ասեմ, լոտոսի խորհրդանիշը տեսնում եք, հա, այստեղ։ Սա ցույց է տալիս, որ հենց ցավի միջից է բացվելու ձեր իրական ուժը։ Ձեր ցեղը ուրեմն դուք եկել եք այս ցեղը կոտրելու զոհի ծրագիրը, սովորելու ոչ ասել, ինչը ձեզ կօգնի ձեր կյանքում, հասկանալու, որ սերը ինքնազոհաբերություն եւ վերածնելու ձեր անձնական ուժը առանց մեղքի։ Այս քարտը նաև ձեզ ասում է, որ երբ դուք սկսում եք ձեր սահմանները պահել, ցեղային ծանր էներգիան աստիճանաբար կարող է թուլանալ։ Հաջորդը, ովքեր ընտրել են այս երրորդ պոզիցիան, բավականին շատ գեղեցիկ քարտ է, տեսնում եք, ունի իր բացատրությունը, սա ցույց է տալիս պատմության վերջնական արմատում միաժամանակ բուժման ձեր ճանապարհը, հա, այստեղ ինչ ենք տեսնում, երևում է ոչ միայն ցավը, այլ երկու էներգիաների միավորման փորձը, այսինքն տեսնում եք ին եւ յան, տղամարդկային եւ կանանցի սիրտ եւ ուժ, հոգի եւ մարմին։ Ինչ ասում այս քարտը ձեզի, որպեսզի ձեր ցեղային խնդիրը կապված է եղել սիրո էներգիայի խեղաթյուրման հետ։ Տոհմում այստեղ կարող է լինել միգուցե սառը հարաբերություններ, սիրո պակաս է եղել են բաժանումներ, դավաճանություններ կամ տղամարդկին ուժերի անհավասարակշռություն։ Արդյունքում միգուցե դուք հիմա կարող է ձեր ներսում կրեք հակասություն, մի մասը միգուցե ուզում է սեր, ջերմություն ձեր, մյուս մասը վախենում է բացվի, կամ միգուցե զգում եք, որ պետք է վաստակեք սերը, հա։ Այս քարտը նաև ցույց է տալիս, որ ձեր անհաջողությունները հաճախ կարող են սկսվել այն պահին, երբ դուք կորցնում եք կապը ձեր սրտի իրական ցանկության հետ։ Նաև միգուցե դուք չափազանց շատ եք ապրել ուրիշների սպասումներով, հա։ Այստեղ կարող է լինի հոգեբանական հենց ամենախորը պատճառը, որ դուք դեռ չեք հասկանում ինքներդ ձեզ ամբողջությամբ ընդունելու վախն է։ Նաև միգուցե այստեղ ինչ-որ բան թաքցնում եք, հա, ձեր լույսը միգուցե կամ ընտրում եք մարդկանց իրավիճակներ, որտեղ պետք է պայքարեք սիրո համար։ Բայց այս քարտը նաև շատ հզոր բացում ունի, ցածեղի բուժող քարտ է, միգուցե եկել եք մարդկանց բուժելու։ Եթե մենք այստեղ տեսնում ենք իրավիճակը, հա, բավական շատ գեղեցիկ քարտ է, դուք պետք է կարողանաք ցույց տալ ձեր լուր ցավը, երկրորդը զոհաբերության ձեր ուխտը եւ երրորդը այս քարտը ցույց է տալիս, որ դուք հենց այդպես չի եկել եք ձեր ցեղ, հա, ձեզ են ընտրել, որպեսզի օգնեք ձեր ցեղին հանեք որոշ իրադարձություններ, ինչ-որ իրավիճակներից։ Դուք պետք է վերականգնեք ձեր սիրո առողջ էներգիան, կոտրեք ցավոտ հարաբերությունների ցիկլը եւ սովորեք ընդունել սեր առանց տառապանքի եւ ձեր լույսը երբեք չթաքցնեք, հա։ Սա է ձեր ծրագիրը։ Այսքանը ում մոտ համընկավ կարող եք այստեղ ինձ մոտ դնել մեկնաբանություն, ընդունում եմ եւ եթե կունենաք հարցեր կապված ձեր հոգեմատրիցայի հետ հոգեբանական կարող եք թողնել ինձ ձայնային հաղորդագրություն իմ ուրեմն Telegram եւ ուրեմն
WhatsApp կոնտակտին ավելի խորը նայելու, ձեզ աշխատացնելու այս էներգիաները հոգեբանորեն, որպեսզի դուրս գաք որոշ այլ իրավիճակներից։ Այսօր այսքանը, ձեզ հետ 9 առ 8